Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրմա մեր հանդիպման ընթացքում մենք կխոսենք մեծահասակների ու նաև երեխաների տագնապայնության մասին։ Կփորձենք միասին հասկանալ, թե ինչու է տագնապայնությունն առաջանում, հատկապես երեխաների մոտ, եւ ինչպես կարելի է կանխարգելել այն։ Եվ այսպես այս զարգացած տեղեկատվական դարաշրջանում դժվար թե գտնվի մեկ նոր առօրյայում անմասն է մնում բացասական տեղեկատվությունից, քանի որ հեռուստացույցի էկրաններից համացանցում մենք անընդհատ հանդիպում ենք տագնապային նորությունների եւ անկախ մեզնից լարվում ենք, որովհետեւ սպասում ենք ամենավատին։ Բայց հաճախ այդ տագնապային տեղեկատվությունը փոխանցվում է նաև երեխաներին, եւ երեխաներն էլ, քանի որ մեծահասակների պես չեն կարողանում ճշմարտությունը զատել մտածածին ինֆորմացիայից, հետևաբար շատ լուրջ խնդիրների են բախվում։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտող, եկեք հասկանանք, թե մենք, որպես մեծահասակ, որպես ծնող, ինչպես կարող ենք օգնել երեխաներին նվազեցնելու իրենց տագնապի մակարդակը։ Բայց հասկանալու համար եկեք փորձենք մի փոքրիկ պատմությունը վերլուծել։ Եվ այսպես պատկերացրեք, դուք վատառողջ եք կամ որևէ կոտրվածք եք ստացել ու գնացել եք հիվանդանոց, սպասում եք, մինչ բժիշկը կգա ձեզ օգնության։ Դուք ցավերի մեջ պառկած եք, գալիս է բժիշկը, բայց փոխանակ ձեզ հանգստացնի իր մեղմ ձայնով, փորձի բացատրել, որ ամեն ինչ կկարգավորվի, որ նա ձեզ կօգնի այդ հարցում, նա տեսնելով ձեր կոտրվածքը շատ բուռն է արձագանքում, ասում է՝ վայ, այս ինչ է պատահել, ինչպես ենք մենք այս հարցը լուծելու եւ այդպես շարունակ։ Իհարկե մի փոքր զվարճալի է թվում, բայց իրականում պատկերացրեք այդ նույն խնդրի առաջ են կանգնում երեխաները, երբ ձեզ փորձում են պատմել իրենց հետ տեղի ունեցած որևէ վատ իրադրության մասին։ Կամ օրինակ ձեր երեխան ցած է ընկել, վնասել է ոտքը եւ դուք անմիջապես շատ բուռն եք արձագանքում, գոռգոռում եք, փորձում եք մեղավորներ գտնել, միգուցե աթոռն էր պատճառը, որովհետեւ աթոռն ընտանիքի անդամներից որևէ մեկը սխալ տեղ էր դրել եւ այդպես շարունակ։ Այսպիսով այս փոքրիկ օրինակով փորձում էինք ձեզ բացատրել, թե որքան վատ է երեխայի վրա անդրադառնում ձեր բուռն ապրումները, գոռգոռոցը եւ այլն։ Չէ՞ որ ինչպես հիվանդանոցում բժշկի բուռն արձագանքից դուք եք ավելորդ լարվածության մեջ հայտնվում, այդպես էլ երեխաներն են մեր արձագանքից էլ ավելի լարվում։ Չէ՞ որ երեխան առանց այդ էլ ունի որևէ խնդիր, լինի դա ընկերների հետ վիճաբանությունը, թե կոտրվածքը, վնասվածքը, նա այդ պահին ունի ձեր աջակցության կարիքը, որպեսզի դուք իրեն ավելի հանգստացնեք, փորձեք բացատրել, որ այդ իրավիճակը լուծելի է, որ շուտով ցավը կանցնի, դեղեր կտակ եւ այլն։ Իսկ դրա փոխարեն էլ ավելի բուռն, գոռգոռոցով սկսում եք արձագանքել իրավիճակին։ Էլ չենք խոսում այն մասին, երբ սկսում եք մեղավորներ փնտրել ընտանիքի անդամների մեջ եւ այդ ամենը վերածվում է վիճաբանության։ Հաջորդ իրավիճակը, որը եւս երեխաների վրա շատ բացասական ազդեցություն է թողնում եւ հանգեցնում է տագնապի մակարդակի բարձրացմանը, ընտանեկան վեճերն են, հատկապես երբ այդ վեճերը լինում են շատ բուռն եւ հաճախակի։ Բնականաբար չկան այնպիսի ընտանիքներ, որոնց ներսում ժամանակ առ ժամանակ չլինեն անհամաձայնություններ, որոշ դեպքերում բարկության աստիճանը բարձրանում է, գոռգոռում եք եւ այլն, բայց եթե դա կրում է պարբերական բնույթ, այդ վեճերը տեղի են ունենում երեխաների աչքի առջև, երեխաները դրանից իրենց շատ վատ են զգում, քանի որ վիճում են իրենց համար հարազատ մարդիկ իրենց համար հարազատ տարածքում։ Տեսեք, տունը այն վայրն է, որտեղ երեխան կտրվում է առօրյայից, դժվարություններից եւ իրեն պետք է զգա պաշտպանված եւ հանգիստ։ Բայց եթե երեխան օրինակ հագեցած դպրոցական օրից հետո վերադառնում է տուն եւ դեռ տանն էլ ականատես է լինում ծանր վիճաբանության, մեղադրանքների եւ այլն, դա չի կարող բացասաբար չանդրադառնալ երեխայի հոգեբանական վիճակի վրա։ Հատկապես այն դեպքերում, երբ երեխան չգիտի, թե վիճող որ կողմին պաշտպանել կամ ինչպիսի արձագանք տալ։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ վիճաբանության հիմնական պատճառը հանդիսանում է երեխայի վարքը, չարաճճի արարքը եւ այլն։
Բայց կարող են լինել դեպքեր, երբ երեխան բացարձակապես իրավիճակի հետ կապ չունենա, սակայն ներքին մեղավորության զգացում ունենա։ Իրեն թվա, որ տանը ընտանիքի անդամները վիճում են իր պատճառով։ Նման դեպքերը, ինչպես արդեն ասացինք, բացասական ազդեցություն են ունենում, բայց կան նաև այլ իրավիճակներ, որոնցում ևս ակնհայտորեն երևում է, որ ծնողների տագնապայնությունն անմիջականորեն ազդում է երեխայի վարքի վրա։ Օրինակ, տեսեք, հեռուստացույցը միացված է, երեխան սենյակում խաղում է, դուք էլ դիտում եք նորությունները կամ որևէ հաղորդաշար եւ այդ հեռուստացույցի միջից հնչում է տեղեկատվություն, որ սկսվել են պատերազմական գործողություններ, նոր համավարակի տեսակ է հայտնվել կամ սերիական մարդասպան է հայտնվել եւ նմանատիպ այլ բացասական լուրեր։ Կամ դուք մեկ գավաթ սուրճի շուրջ քննարկում եք, որ ձեր հարազատներից ինչ-որ մեկի մոտ հայտնաբերվել է մահացու հիվանդություն եւ այլն։ Թվում է, թե երեխան խաղում է, ամբողջությամբ տարվել է խաղային գործընթացով եւ չի լսում ձեր ասածը, բայց իրականում երեխաները մեծամասամբ դեպքերում ամբողջությամբ լսում են այդ տեղեկատվությունը, կլանում են եւ հետագայում ունենում են խնդիրներ քնի ռեժիմի հետ կապված, վատ երազներ են տեսնում, այդ ամենը կարող է հանգեցնել անգամ գիշերամիզության։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի երեխայի շուրջ եղած տեղեկատվությունը լինի մաքուր, այսինքն չքննարկվեն այնպիսի բաներ, որոնց դեռ երեխան ելնելով իր տարիքից կամ զարգացման առանձնահատկությունից դեռևս պատրաստ չէ։ Բնականաբար մենք հաճախ ենք ասում, որ երեխաների մոտ պետք է ցույց տաք տարբեր էմոցիաներ, հույզեր, որ երեխան պետք է տեղյակ լինի, որ դուք էլ մեծահասակները ժամանակ առ ժամանակ տխրում կամ ուրախանում եք, լալիս եք եւ այլն, բայց նման դեպքերում դուք անպայման պետք է հաշվի առնեք երեխայի տարիքը, հոգեբանական վիճակը, չէ՞ որ շատ դեպքերում երեխաները շատ ավելի խոցելի եւ նրբազգաց են լինում, քան իրենց հասակակիցներն այդ տարիքում։ Հետո հարգելի հեռուստադիտող, լինում են նաև իրավիճակներ, երբ օրինակ դուք որպես ծնող երեխայի հետ զբոսնում եք դրսում, ինչ որ մեկը բարկացած մոտենում է ձեզ, վիրավորում է ձեզ հետ վեճի է բռնվում եւ այդ ամենը տեղի է ունենում երեխայի աչքի առջեւ ու երեխան տեսնում է, թե դուք ինչպես ինքներդ ձեզ չեք կարողանում պաշտպանել։ Այսինքն, երբ ձեզ անտեղի մեղադրում են որևէ արարքում, ու առավել եւս, եթե ձեր երեխային են մեղադրում եւ դուք որպես ծնող իրեն չեք կարողանում պաշտպանել, դա եւս շատ լուրջ եւ խոր ազդեցություն է ունենում երեխայի տագնապայնության վրա։ Այսինքն այն մեծահասակը, ով իր համար, այսպես ասած, անվտանգության ապահովողն է, ինքը եւս չի կարողանում իր անվտանգությունն ապահովել հասարակության մեջ։ Չէ՞ որ մեր առաջնային պահանջմունքներից մեկը հենց անվտանգության ապահովումն է, բացի սնունդը, օդը, ջուրը եւ մնացյալ այլ պահանջմունքները, մենք մեծահասակներս ու երեխաներն էլ մեզ հետ միասին ունենք անվտանգության պահանջմունք, պաշտպանված լինելու պահանջմունք եւ այդ պաշտպանությունը երեխան առաջին հերթին ստանում է իր ընտանիքի կողմից։ Չէ՞ որ երեխան ծնվելով, մեծանալով մի ընտանիքում, որտեղ իրեն հասկանում են, ամեն կերպ ջանում են աջակցել եւ այլն, ձևավորում է անձնային այն որակները, որոնք հետագայում ողջ կյանքի ընթացքում օգնում են իրեն հաղթահարել դժվարությունները եւ խոչընդոտները։ Այդ պատճառով էլ նա պետք է հենց ընտանիքի ներսում ստանա այդ աջակցությունը եւ անվտանգության զգացումը, բայց որpիսի դուք կարողանաք այդ ամենով իրեն ապահովել, դուք ինքներդ առաջնահերթ պետք է ունենաք ձեր անձը պաշտպանելու հնարավորություն, ձեր մտքերն արտահայտելու հնարավորություն եւ ձեր տագնապի մակարդակն էլ բնականաբար պետք է լինի նորմայի սահմաններում։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտող, կան եւս մի քանի պատճառներ, որոնք առաջացնում են տագնապայնության բարձր մակարդակ երեխաների մոտ ու ինչու՞ չէ նաեւ մեծահասակների մոտ։ Երբ մենք երկար ժամանակ փորձում ենք զսպել մեր բացասական հույզերը, այն պատճառով, որ վախենում ենք դրանց համար պատժված լինելուց։ Օրինակ, երբ երեխան որևէ բանից ընկճված, նեղված մոտենում է ձեզ եւ ցանկանում է պատմել, եւ այդ պատմելուն զուգընթաց արտասվում է, շատ դեպքերում հնարավոր է, որ ասեք, որ լաց չլինի եւ այդ ամենն ասեք շատ խիստ բացասական տոնով։
Դրա պատճառով երեխան սկսում է զսպել իր արցունքները, լարվել ու հասկանալ, որ այն ամեն ինչ տվյալ պահին ուզում է ձեզ ասել, կամ ձեզ հետաքրքիր չէ, կամ կարող է ձեզ բարկացնել։ Դրա հետևանքով ճնշված հույզեր են առաջանում երեխայի մոտ եւ երեխան մշտական լարվածության մեջ է գտնվում։ Ինչպես հաճախ ենք սիրում ասել, պետք է երեխաներին հնարավորություն տաք, որպեսզի իրենք ազատ արտահայտեն իրենց բոլոր ապրումները, լինեն դրանք բացասական թե դրական, որպեսզի հետագայում ավելի լուրջ խնդիրների առջև չբախվեք եւ այդ ամենն անեք առանց երեխային քննադատելու։ Եվ ինչպես մենք հաճախ ենք ասում, շատ կարևոր է, որպեսզի դուք երեխային հնարավորություն տաք, որպեսզի նա ազատորեն կարողանա արտահայտել իր հույզերը, լինեն դրանք դրական թե բացասական, որպեսզի հետագայում ել ավելի բարդ խնդիրների առջև չկանգնեք։ Եվ շատ կարևոր է, որպեսզի երեխային լսելու ընթացքում բացառեք որևէ տեսակի քննադատությունը, որպեսզի երեխան ավելի անկեղծ արտահայտի այն ամենն, ինչ զգում է տվյալ պահին։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում ձեզ համար պատրաստել ենք թերապևտիկ հեքիաթ։ Այսօրվա մեր հեքիաթը նվիրված է վախկոտ նապաստակին, ով շատ էր վախենում տարածքում տեղի ունեցող ամեն ինչից, վախենում էր արտահայտել իր մտքերը, վախենում էր որևէ փոփոխությունից, որ կարող է պատահել անտառում։ Եվ այսպես փոքրիկ անտառում ապրում էր վախկոտ նապաստակը։ Նա շատ բարի էր, շատ էր սիրում անտառի բոլոր բնակիչներին, ցանկանում էր նրանց հետ ընկերություն անել, օգնել իրենց, բայց շատ վախկոտ էր, այդ պատճառով վախենում էր մոտենալ, ծանոթանալ իրենց հետ, վախենում էր քամուց ու նմանատիպ շատ այլ երևույթներից։ Բայց մեր նապաստակն ուներ մեկ ընկեր։ Անտառում բնակվող փոքրիկ սկյուռը նապաստակի հետ ընկերություն էր անում, եւ նրանք ժամանակ առ ժամանակ անտառում վազվզում էին, խաղում էին ու հետաքրքիր ժամանց էին անցկացնում։ Օրերից մի օր, երբ հերթական անգամ ընկերները խաղում էին անտառում, սկյուռը վազեց փոքրիկ գետակի վրա կառուցած փայտե կամուրջի վրա եւ հանկարծ այդ փայտի կտորներից մեկը կոտրվեց ու ընկավ գետը։ Սկյուռն էլ իր հետ միասին ընկավ ջրի մեջ։ Սկյուռը լողալ չգիտեր, բայց նապաստակը կարողանում էր։ Չնայած նրան, որ նա կարողանում էր լողալ, այնուամենայնիվ վստահ չէր, որ իր մոտ կստացվի նետվել ջուրը եւ փրկել սկյուռին։ Երկար ժամանակ այս ու այն կողմ նայելուց, օգնություն փնտրելուց հետո, ի վերջո, նապաստակը որոշեց հավաքել իր ողջ ուժերը եւ նետվել գետը, որպեսզի թույլ չտա ընկերոջը ջրահեղձ լինել։ Գետի միջից նապաստակը կարողացավ հանել սկյուռին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի նա կարողանա իր շնչառությունը վերականգնել եւ երբ կարողացավ արդեն խոսել, շնորհակալություն հայտնեց նապաստակին, որ կարողացավ իր կյանքը փրկել։ Երբ նրանք վերադարձան իրենց տները եւ պատմեցին փոքրիկ նապաստակի սխրագործության մասին, սկզբում ոչ ոք չհավատաց, որովհետեւ կարծում էին, որ նապաստակն այդքան քաջություն չի ունենա նման մեծ գործ անելու համար, բայց երբ որ համոզվեցին, որ նապաստակը փրկել է իր ընկերոջը, բոլորը սկսեցին գովել նապաստակին, իսկ նապաստակն էլ հասկացավ, որ իրականում միշտ էլ պետք է հավատալ սեփական ուժերին, որ երբեմն նույնիսկ մենք չգիտենք, թե որքան ուժեղ ենք մենք, եւ ամեն անգամ որևէ բանից վախենալով, մենք զրկում ենք մեզ հնարավորությունից մեր ուժերը չափելու։ Այսպիսով, հարգելի հեռուստադիտող, այս փոքրիկ թերապևտիկ հեքիաթը ձեր երեխաներին պատմելու ընթացքում դուք իրենց կարող եք նաև տալ ուղղորդող հարցեր, փորձեք միասին վերլուծել հեքիաթը եւ նկատել այնպիսի վարքի մոդելներ, որոնք երեխաների մոտ արմատացած են, այնպիսի վախեր, տագնապներ, որոնք թույլ չեն տալիս, որ երեխան օրինակ բարձրաձայն արտասանի բանաստեղծությունը կամ մոտենա եւ ծանոթանա ընկերների հետ եւ այլն։ Հուսով ենք, որ այս թերապևտիկ հեքիաթը ձեզ համար օգտակար կլիներ։ Հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այսօրվա հաղորդումը ձեզ համար օգտակար էր, իսկ մեր նախորդ հաղորդումներին դուք կարող եք ծանոթանալ մեր YouTube-յան էջի ծնողի կողքին հաղորդաշարի հատվածում։ Այնտեղ կարող եք ուղղել նաև ձեզ անհանգստացնող հարցերը եւ հայտնել ձեր կարծիքները։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։